Բորենիների խաղը ամեն մի հարց ունի մեկ պատասխան է։ Երեք մի օգտատերը լավ նկատել էր, մի քիչ ավելի հուզված էի, ներվայնացած այս Հայաստանում գտնվողների անողնաշար շարժու ձևից, անմտածելակերպ, անուղեղ, նույնիսկ իրենց երեխաների համար չմտածող, դրա համար մի քիչ հուզված խոսեցի այն, ինչ որ պետք է ձեզ ասեի և ավելին պետք էլ չէր, որ խոսեի։ Այսօր խոսանք ամեն մի հարցի համար գտնենք մի պատասխան։ Որն է Բորենիների խաղը։ Բորենիների խաղը դա բրուտի կազմակերպած խաղն է, որը կատարում են այժմ Հայաստանի ներսի այդ տականքները, 4 տականքները իրենց այդ բոլոր լակոտ լուկուտների հետ միասին, բացադրությունը կհասկանաք։ 15 թվականին նույնպես դա արվել է և միամիտ շատ ազգասեր հայեր հենց այդտեղ են բռնվել, դրա համար հայը այդքան շատ զորք չի ունեցել, իսկ տականքները միշտ վաճառվել են։ Հայի տականքը Գարեգին Նեշտեն ամենամեծ հայտնագործությունը նրա դա է, որ գտել էր, որ հայի տականքը կամ հայաստանցու տականքը դա անգերազանցելի է։ Այժմ հայերի որս այս 4 տականքները, այս աննամուս կիսահայ, սրա կեսն էլ հայ է, վրները գից քաշենք, այս ալբանացի ադրբեջանցու ջհուդի այս վաստակները, սա էլ այդ հայ կնոջ ու ադրբեջանցի բազարնիկի, այս երկուսը բազարնիկի լակոտներ են, իսկ սա խանութպանի լակոտ է, իսկ սրա մասին ընդհանրապես խոսք չկա, ամենատականքներից մեկն էլ սա է։ Ինչի Նարիմանովը հիմա չի մասնակցում, քանի որ Նարիմանովը իր սև գործը կատարել էր արդեն, Նիկոլին դնել է և այլն, բոլոր նետերը ուղղված էին Նարիմանովը, հիմա Նարիմանովին հանին, մնաց մենակ Նիկոլը, դե Քորշունը հարված չէր ուտելու, դրա համար հարվածների մի մասը կգան այս տականքին, մի մասն էլ են Սամո կոչված տաշերին, բայց սրանց իմաստը որն է, ընտրությունները կեղծեցին, մարդիկ շարան կամ 100,000-ներով դուրս չեկան փողոց, քանի որ գիտեն, որ այդ ծախու մլիցեքն էլ դրանք իրեն չեն խնայելու, դրա համար իրական հայերը դուրս չեկան փողոց։ Իրական ընտրություններում սրանք ոչ մեկը չի հաղթել, այստեղ հաղթանակ չկա, դա կեղծեցին և այդ կեղծ լուրերը, որ լսում եք տարբեր հեռուստակայաններով, դա նույնպես կեղծիք է։ Ընդհանրապես, երբ որ ես դիտում եմ կրկնություն չլինի ասելը, ճիշտ է, Սարիբեկյանն էլ է կրկնում բոլոր իր այդ հաղորդումներում, բայց նա զգուշացնում է, որ հասկացեք, սա է կատարում, իսկ մնացածը միայն հաղորդավարներ են, Պուտինը Հայաստանի մասին ասեց էս, Տրամպը գնաց էստեղ, Իրանի ղեկավարը էս ասեց և դրանով հարցը փակվում է։ Բայց սրանք այս ընտրություններից հետո ինչի նաև միտինգ արեցին, այդ ցույցեր կարող է նորից անեն, ոչ թե դա անում են նրա համար, որ իրենք իբր ցույց տան ազգին, որ այ տեսեք մենք իրական ընդդիմություն ենք, ոչ, դա անում են նրա համար, որ դեռ կան Հայաստանում գաղտնի հայեր, իրենք գիտեն, որ 1.9-ի կարգի համար ձմեռ է տատանվում է 1.7-ից 1.9 հայաստանցիների քանակը, և այդ մարդիկ, իրական հայերը կարող են դուրս գալ, իսկ հենց այդ իրական հայերն են իրենց խանգարում, դրա համար ասում եմ, հայերի որս են կատարում, դուրս չգաք, ոչ մի միտինգի, թեկուզ ամբողջ պետությունն էլ դուրս գա, այսինքն դրանք են 70-90% տականքներն են, սկսած այդ պառավներից, վերջացած
մինչև անողնաշար լակոտ-լուկոտները, հատկապես աղջիկ երեխեքին են տանում այդտեղ, իսկ իսկական հայերը, նույնիսկ եթե Նիկոլին էլ ասեն, որ խփել են, Նիկոլի փոխարեն նստելու է Գարեգին Նժդեն կենթանացել է, դուրս չգաք, միայն գործեք միայնակ, և նորից եմ կրկնում, ինչ բանակներ կստեղծեն, այս երկու օրն էլ բացի այդ լույսի բանակ, մի քանի բանակ էլ են ուղարկել, այդ բանակները, եթե դուրս են գալիս, իրենց նկարահանում, ցույց տալիս, որ բանակ են, ազգին պետք է ազատեն, ոչ ոքի չհավատակ, դրանք բոլորը սրա կեղտոտ խաղերն են, սա է կազմակերպում, ու այդ խաղերը գալիս են, գիտեք որտեղից, բրուտից, գալիս են տարբեր ճանապարհներով ու սրանք այդ խաղերը կազմակերպում են, դրա համար այս տականքներին ոչ մի դեպքում չհավատալ, այժմ, Քորշան ամենամեծ կատարած սխալները, դա հենց Հայաստանի, ոչ թե սխալները, ազգադավությունը, Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, և նույնիսկ այս անձնավորությունը չհասկացավ, որ սա տականքի մեկն է, ծախու արարած, և այստեղ ինչն եմ ուզում ներկայացնել, միևնույն ժամանակ ծառայելով KGB-ին, իբր կատարում է KGB-ի հրահանգները, համարժեք ձևով կատարում էր Թուրքիայի մասոնական խմբի առաջադրանքները, Գերմանիայից եկած բոլոր արխիվները ուղարկեց Թուրքիա, այն Բագրատյան կոչված տականքի միջոցով, բացի դա Արցախը չէր թողնում, որպեսզի ավելի մեծ քանակությամբ տարածություն վերցնեն և մտնեն Նախիջևան, և հենց ինքը ստացավ այն հրահանգները նաև Մոսադից, իսկ Մոսադը այդ հրահանգները ստանում է ԱՄՆ-ից, ԱՄՆ-ն էլ ստանում է բրուտներից, որպեսզի Հայաստանում մշակույթ, գիտություն, արհեստ, արվեստ, բոլորը վերանա, դրա համար սա մեկը մեկի հետևից այդ իր նստած մի 6-7 տարում սաղ քանդեց ավիրեց, ոչ մի բան չթողեց, և այսօր իբր էլ նստել է այստեղ ռազմական հարց է լուծում, իսկ սրա պոռնիկ կինը պատրաստել է այն մարդկանց, որոնք այսօր Հայաստանի ղեկին են, Նիկոլ, Նիկոլի, Աննա, բոլորը այդ ԼԳՏԲ եք ասում, ինչ եք ասում, այդ միասեռամոր և այլանդակված լկտիացած լակոտներին, ես այդ անունները չեմ էլ ուզում իմանամ, երկրորդը, ալբանացին, նայեք ալբանացու, այս էլ ալբանացին, որ համարով, որ մասնակցելու է հիմա ազգային ժողովում, և ովքեր են մտել, նաև դաշնակներն են այստեղ, և դաշնակությունը, որը իբր Հայաստանի փրկիչներ արևմտահայերի մոտ, իր վրա նաև սև գիծ քաշեց դաշնակցությունը, այստեղ ուրիշ համար է դրված, ուրիշ տեղից է վերցրած, բայց այս տականքի միտինգին ապարանն է, հավաքվել է այսքան մարդ, և գրում են 111-ը, Իվանիչը, դու, այս ինչը, կան 6-ից ավել էլ խմբեր, որոնք իրոք հայեր են, զինված հայեր կան և այլն, ինչի չեն մեզ օգնում, խնդրեմ ձեզ օգնողը, ով է ձեր ոտքը ջարդել և ջարդած ոտքով եկել հասել եք այստեղ այսքան տականքներ, չհասկանալով սա ով է, նույնիսկ եթե ես չիմանայի էլ, որ այստեղ միտինգ կա, Հայաստանում լինեի, որ այս տականքն է, կամ այդ տականքներից որևէ մեկը, պատահական այդտեղով անցնեի, անմիջապես կհեռանայի հակառակ ուղղությամբ, որպեսզի ինձ չտեսնեին, ես ինձ վատ չզգայի, որ այստեղ հայտնվել եմ, իսկ
Գնացել ռեխները կախած էստեղ էլ բար չկա ասելու են ամենը լկտի բարերով պետք է սրանց նշել ինչն են սրա լսում որ սուտն են լսում որ Արցախը հանեց բանակցություններից որ ինքը արցախցի է Հայաստանը կբանակցի դա բավական է որ արցախցին ասելու բան չունի Նիկոլն էլ հետագայում արցախցին ասելու բան չունի Նիկոլն էլ ասեց Արցախը Ադրբեջանը այնպես որ այս ամենը ԼՏՊ այս ալբանացի Նարիմանով Նիկոլ սրանք բոլորը շղթայով մեկը մյուսի հետ կապված է ամեն մեկի խոսքից հետո գալիս է երկրորդի գործողությունը սրա խոսքից հետո գալիս է սրա գործողությունը սրա խոսքից հետո գալիս է սրա գործողությունը իսկ Նիկոլի խոսքից հետո գալիս է Հայաստանի ավարտը այսպես է լինում այս ամենը ձեզ թվում է 15 թվականին իրոք մտածող խելացի հայ չկար կամ ինչ տարբերություն 1915-2026 թվական տարբերությունը որն է անասունը այդ ժամանակ էր անասուն այսպես կանգնում էր խելացի մարդը այդ ժամանակ էր խելացի մարդ որն է փոխվել անասունից ծնվեցին խելացիներ եւ 120 տարի հետո 105 տարի հետո անասունները դարձան խելացի գիտնականներ կամ մտածողներ նույն անասունները այստեղ կանգնած են ինչ տարբերություն այդ նույն անասունները այնտեղ էլ կային սա պետք է լավ հասկանալ իմիջիալոց երեկվա եւ ընդհանրապես ֆիլմերում բացի խոսացածը մարդիկ շատ գրագետ գեղեցիկ նյութեր են ուղարկում իրենց մեկնաբանությունները շատ խելացի մեկնաբանություններ կա հատկապես այդ մեծ մեկնաբանությունները կարդացեք գոնե հասկացեք մի մասը գրում է ոչ հայատար հասկանալի չէ հազիվ կարողանում ես կարդալ հայ է թե ինչ է ցանկանում ասել մի մասն էլ գրում է հայատար տառերը փախած են այստեղից այնտեղ ինքն էլ չի հասկանում ինչ է գրում հայասկ սովորի խոսել գրել կարդալ դա դժվար չի մի ամիս առանց այն էլ տանը նստած դիվան է քշում մի ամիս այբենարանը բացի նայ ամեն մի բառը ոնց է գրում մի 10 անգամ գրի այդ բառը ես էլ եմ սխալներ անում բառեր կա որ սխալներ եմ անում կամ արագությունից այստեղ սխալներ եմ անում բայց այդքան մեծ սխալներ ոչ ոք եթե հայ է իրավունք չունի դա կատարելու եւ այդպիսի սխալներ այժմ այս տականքից հետո երկուսի ընտանիքը վերցրեք բոլորը հանցագործ ինքը հանցագործ սա սրա հոր հետ երեխա վաճառող աշխարհի ամենակեղտոտ հանցագործությունը սա եւ իր կինը միևնույն ժամանակ այդ կաթողիկոս կոչվածի հետ միասին հայկական եկեղեցին ոչնչացնողը ոնց ասես սա ընտանիք է նույնը այստեղ նույնիսկ սա այս տականքը որ միլիարդների մեջ են գողություն է անում հայ արեստավորներից իր անունով որպեսի դա լինի եւ այս տականքն էլ գովաբանում է այս ոչխարին երբ որ այս ոչխարը ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում անգրագետ ոչխար տականքներ եք ուրիշ ոչինչ եք եւ ոչ դու ազգություն ունես այ ադրբեջանուհի ոչ էլ դու ազգություն ունես օրինակ 1000 տարի էլ մնար որ ինձ ստիպեին որ պետք է կենթանի մնամ ազգությունս փոխեմ չէի փոխի ազեր ես գրի ազերի այդ տականք ինչի ես այդ ամենը թաքցնում որ չիմանան ունեք սրանց նմանները ոնց կարող էին ախպեր ունենային, որը երկիրը ղեկավար էր։ Սրանից ոնց կարող էր ծնվել նորմալ մարդ, դրա համար ծնվել է այս տականքը, գոնե սրանց նայելուց չեք մտածել, թե ում եք ընտրել, ինչ արեց։ Եվ իրենց տակը միլիարդներ դրած, քանի որ նարկոտրաֆինգի դարձել էր Հայաստանը անցողիկ գոտի, միայն ճանապարհ է եղել Հայաստանը, ուրիշ ոչինչ։ Երբ որ ես եկա Հայաստան,
ասեմ այդ մասին, մայրս տես, ընկերները, ծանոթները, ինչ ֆիրմեք են բացել, ինչ են անում, որտեղ գնացի մի կարգին ֆիրմա չտեսա, ամենաշատը մի երկու խանութներ, բենզալցակայան եւ այլն, բայց Հայաստանը ինքը իրենից արդեն ներկայացնում էր հնացած, փողոցները հնացած, տները հնացած, մարդիկ հնացած, ոչնչացող տեսակ էր ներկայացնում։ Երբ որ ես դա բացատրում եմ, ասում եմ ինչ անենք, փող չկա, ասում եմ փողը կա, փողը գալիս, փողը գնում է այս տականքների գրպանը, դրա համար երկիր չի կառուցում։ Իսկ սրանք, որոնք գողացել են ձեր երեխաների, ձեր ապագան, ձեր բոլորի ապագան, դուք լուռ եք։ Ես միշտ ասել եմ, իմ համար առաջին թշնամին եւ հայազգի պետք է լինի այս տականքը, իր ընտանյոք հանդերձ, թեկուզ թորներով, ծորներով, համար առաջի թշնամին եւ մեր կյանքը խորտակողը սրանք են։ Ես իրավունք չունեի լինելու արտասահմանում կամ դուք։ Ամեն մեկս մեր հնարավորության չափով մեր երկիրը կառուցենք, բայց ուր հասանք։ Այժմ Վազգեն Սարգսյանին բոլորը ճանաչում եք, նրա քույրը եւ ընկերուհու մասին պատմեմ։ Դուք համոզվեցիք, որ այս անձնավորությունը հանդիսանում է Վազգենի քրոջ ընկերուհին եւ Նիկոլի տակը պարկելով մի ամիս էլ չկար, տարան ԱԱԾ-ում սիրուն դաստիարակեցին, սկսեց Նիկոլի գովքը անել, որը 30,000 զինվոր էր բերում, որ վարձու զինվորները Հայաստանի համար կռվեն, ինքն էլ մի քանի պետության սահմանը աղբոր հետ էր գծել։ Եվ ձեր մեջ մի քանի անգամ խոսացի, որպեսզի հասկանաք, որ սա ոչնչություն է, ոչ մեկն է, եւ սա է ոչնչություն։ Երբ որ ամենահարազատիդ աղբորդ, որը քեզ դու ճանաչում ես նրանով, դու նրան ուրանում ես, դու ամեն ինչ էլ կարող ես ուրանալ այդ տականք։ Այժմ կոկոլը եւ անցնենք այդ երկու հիմնական հարցերին, որպեսզի հասկանաք։ Կոկոլը, երբ որ ընդունեց Քորշյան առաջարկը եւ դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախույս Հայաստանում, նա հանդիսանում է ԱՄՆ-ի հետախույս Հայաստանում այս տականքը։ Այս հանդիպման ժամանակ սրանք իրար հետ խոսել են, իսկ սա կալիդորում սպասել է ինչի համար, եւ այս տականքը լսելով նաեւ դա է դարձել ալիբի սրա վրա, որ այս ծաղրացուն արտահայտվել է, դու մեր լրտեսնես, դու այստեղ նստի հարցերը կլուծեն, կգանք, հետո դուք երևաս մեզ հետ։ Թող ասի սուտ եմ ասում, մի բար սուտ եմ ասում, թող ասի այստեղ մի բար սուտ է։ Եվ ինքը այս ոչխարը, այս լրտեսը իր հրահանգները ստանում է այստեղից։ Ամեն օր թուղթը գալիս է, ինչ գլխակ դանի, ինչ կախի, ինչ գույնի շորեր հագնի, ինչ խոսա, ինչ ցանցառություններ, ցինիկություններ անի։ Ու դուք կանգնել ընտրել եք մի տականքի, որը իբր պետք է լուծի ձեր հարցերը։ Եթե ասենք սրան 10% ձայն տվել, դա նույնիսկ վիրավորական է ազգի համար։ Եթե ասենք 5% տվել, դա նորից վիրավորական է։ Իսկ եթե ասենք 500 հոգի է տվել, դա վիրավորական չի, քանի որ այդքան մարզպետներ, մարզպետության աշխատողներ, էլ իր մոտի այդ աշխատակազմը, դրանք բոլորը մի 500 մարդ են։ Եթե 500 ընտրեր, կասենք այդտեղ ազգ կա, բայց այդտեղ Հայաստանում ազգ չկա, դա մի թափոր է, դիվանագետների, այսինքն դիվան քշողների թափոր է, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ մեկը պատմում է, որ մի 20 Հայաստանից մարդ էր բերել մոտը աշխատելու եւ տալիս էր մոտարապես $1200-1500 փող նայած աշխատողի, հետն էլ նշում է, որ
Եվրոպա էր բերել։ Հետն էլ նշում է, որ նրանց մնալը ծրի էր, այդ տանը ինչքան լույս վառեին, ջուր օգտագործեին եւ այլն, այդ բոլորը զրոացվում էր, մենակ իրենց ուտելիքը եւ պետք է աշխատեին։ Եվրոպայում, եթե նրանք միջին ձևով սնվեին, ապա 1200-ից մի 600-ը անդադ կուղարկեին Հայաստան։ Բայց այդ մարդիկ, ով բերել էր նրանց, եւ նրանից էին դժգոհ, եւ անընդհատ մտածելով քիչ աշխատեն, շատ օգտվեն, մեկը մեկի տակ քանդելով բոլորին էլ դուրս արեց, բոլորն էլ ռադեղան գնացին։ Էդեք, դիվանագետներ եք բոլորը։ Այժմ օգտատերերից մեկը մի 4-5 նամակ գրեցինք իրար ոչ այստեղ, ասեց, որ ինքը այս խանութներից մեկում գնել է մի զենք եւ ասել, որ սա երբ որ թուրք հարձակվի կամ Հայաստանի վիճակը լավ չլինի, ընտանիքը պաշտպանելու համար եւ կարգին գումար է վճարել այդ զենքի համար։ Ածայից գալիս են, թե քեզ մոտ ավտոմատը ինչ գործ ունի։ Ցույց է տալիս փաստաթղթերը, մենք կտանենք սա մեր մոտ կպահենք, եթե դժգոհ ես դու էլ կնստես։ Երբ որ մի բան կլինի, կասենք տանք թե չտանք։ Այսինքն այստեղ էլ էր խաբեություն։ Բա որսորդական կարող ես գնել, այդ որսորդականը օգտագործել, բայց ավելի զենք չես կարող։ Անմիջապես գալու են տանը։ Եվ նրա հետ խոսելիս նաև տղաները իմանալով այդ մասին, քանի որ նրանք էլ են մտնում այդտեղ եսել, Հայաստանում ստուգել էին, քանի զենքի խանութ կա եւ ինչպես է կահավորված։ Ինձ թվում է հասկացա։ Մի քանիսը գրում են ինձ, զենքով օգնի, խնդրեմ, զենքով ընդամենը 5 րոպեի հարց է այս զենքերը խանութներից առանց վճարելու տեղափոխեք ձեր տները, հետագայում 2-3 հոգով կատարեք հայրենասիրական քայլ։ Ինձ թվում է հասկացողը հասկացավ, չհասկացողներին այլևս չեն բացատրի։ Այստեղ նաև շեշտը մեկ այլ երևույթ։ Օգտատերերից մեկը գրում է. շատ շնորհակալություն, որ ասացիք, ասել եմ դույով խոսի, նորից դուքով են խոսում։ Ասացիք, որ չմասնակցեմ Ռոբերտ Քոչարյանի միտինգներին։ Իսկ կոմունիստները նույնպես փորձում են հավաքանել, մասնակցեն թե ոչ։ Ոչ ոքի մեջ կոմունիստները մտնում են թե չէ, այսինքն դա դու արդեն որոշի։ Այդքան պրիմիտիվ, դրա համար ասել եմ, Հայաստանի այդ ղեկավարները, որոնք նույն ձեր մեջից են դուրս եկել, այդ երրորդ կարգի մարդկանց մեջից են դուրս եկել, հայի տեսակը ամենաբարձրն է, հետագայում գալիս է հայի աշխատող միջին ստեղծող տեսակը, հետագայում գալիս է այն տեսակը, որոնք չմո են, հայի այդ չմո տեսակը, և ձեր ղեկավարները նույնպես այդ չմոն են, որովհետև արտասահմանում ասում են ընդամենը 3 բառ, պետք է հասկանաս նրան ասացի տակը, հակառակ կողմը ինչ է ցանկանում դրանով ասել, ոչ թե այն ֆիլմի նման ասել, ինչ ասեցիր, Ազատ, հիմա էլ ինձ ասա։ Մեր Մկրտչյանը, որ 2 կին ուներ, այդ ֆիլմը։ Հիմա այդ եք դարձել, բոլորին պետք է հատիկ բացատրել, Սերժի Ռոբերտի միտինգին չգնաք, հարցնեն, ոչ մեկի միտինգին չգնաք, հարցնեն, Սերժինը գնանք թե Ռոբիկինը, թե էդ էլ չգնանք, բայց այս ինչինը կարելի է գնալ,
ոչ մի անգամ իսկական հայերը տանից դուրս չգաք, ինչ կատարում եք 1-2 հոգով, վերացրեք բորենիներին, վերացրեք, բորենիներին դրանք 120,000-ից ավել են, այդքանին պետք չի վերացնել, 10-15 հոգով վերացնելուց հետո բոլորը փախչող են, բորենի չի մնա, նրանք իրենցից վախեցող են, այստեղ մոռացա տեղադրեմ 2 տեսակ, որոնք Հայաստանում են, հաջորդ ֆիլմում կասեմ այդ մասին, թե ովքեր ինչպիսին են, որ գոնե դեմքներին նայելով հասկանաք, որ սա մարդ է, սա մարդ չի, սա երբեք մարդ չի դառնա, և դրա նմաններին վերացնեք։ Հիմա սա մարտի 1-ի այս մեծ միտինգն է, դուք լսած եք որևէ մի անգամ, որ ասեմ, այս միտինգը, որը որ լինելու է դուր ու դմփոց դուրս եկեք դրան, միշտ ասել եմ, այսպիսի ժամանակներում հայերը թեռացեք այս միտինգներից, գաղտնի սատկացրեք և մլիցեքի և բոլոր տականքներին, բորենիներին, բայց չեմ ասել, երբ որ ճակատ մլիցու հետ դուրս ես գալիս կամ զորքի դուրս արի, չէ, սա պատերազմի ձև չէ, սա հաղթելու ձև չէ, բրուտը հաղթել է մեկին մյուսի դեմ հանելով, ինքը նստել նայելով, սրան ասել է, սրա եղածը կտամ քեզ, հարցակվի սրան ոչնչացրա, սրան էլ ներսից թուլացրել, ինչպես ներսում տականքներ դնելով Հայաստանը թուլացրեց և դրսից ոչնչացրեց և ներսից քանդեց ավիրեց Հայաստան, այդ ձևով կատարեք, այժմ մի փոքր էլ սրա մասին և անցնենք առաջ, նաև այն հայտարարությունը, որ սա ինքը արդեն արհեստական բանականության նման, սա միայն կատարում է հրահանգներ, նույնիսկ ոնց ժպտա, ոնց հաց ուտի, որը կապի, այստեղ իրեն ոնց պահեր, այս գլխակը ինչի է դրել, ինչի համար, որ ինչ է ինքը իրենից ներկայացնում, այստեղ ձեռքերը, որ ամբողջ Հայաստանն էլ տալու եմ, այս ցանցար ձևերով, այս նկարն էլ կախել է իբր քոռը և ինքը ցանկանում են, որ Հայաստանը մնա, կամ այս ցիլինդրը, այս ձևով, այս բոլորը սրան գալիս է դեսպանատնից և դեսպանատնից ասում են, արա այս օրը սա կհագնես, այդ տականք, այս օրը սա կասես, նույնն էլ ասում են, եթե հանկարծ Ադրբեջանից Թուրքիայից ձայն կլինի, համաձայնվի նրանց ասացի է, դրա համար դուք տականք եք, հայաստանցիներ, դուք տականք եք, քանի որ գնացիք մի մասը էլ ընտրեցիք սրան, բայց չեմ ասում, որ 10%-ից ավել սրան ձայն է տվել, մնացածը կեղծվել է, բոլորդ պետք է այդպես ասեք, որպեսզի գոնե ձեր վրայի այդ կեղտոտ արյունը 5000 հոգու մաքրեք ձեր վրայից, սա միայն իր վրա չէ, այդ կեղտոտ արյուն բոլորդ ովքեր սրան մասնակցել եք և բոլորդ եք սրան մասնակցել, միայն այս տականքը չի դրան մասնակցել, բոլորդ այստեղ դրա մասնակիցներ եք։ Ինչ է ասում այս տականքը։ Հիմա էլ ապրանքների համար մի քանի տոննա տարան սատկելու եք, ինչպես ֆիլմերում ասացի, Իրանը այստեղ այս հարցն է դնելու անուլրը ծարա այս Տրամպի ճանապարհը, իբր դա Իրանին խանգարում է, նույն Ադրբեջանն էլ Իրանն է, նույնն է դրանք, նույն երկրորդ ցեղատեսակներն են, սա էլ վերևից է փակելու, տալու են սրանք ու Հայաստանը մնալու է այստեղ մի փոքր կտոր, էսը, կամ էդ էլ կմնա, թե չի մնա, էդ էլ հարց է, միգուցե տեսնեն, որ դիմադրություն չկա, ամբողջությամբ միացնեն Ադրբեջան, Թուրքիա ու վերջացնեն, այժմ Պուտլեր,
Միայն այս մարդն է եղել Ռուսաստան կոչվածը այսքանից հետո, որ մեծացել դարձել է այսքան, հետո սովետական միություն, սոցսիստեմ, նորից իմի սա է, միայն այս մարդն է եղել իրական հայրենասեր, որին սպանեցին, եւ այս մարդն է եղել իրական հայրենասեր, Ժուկովը կան, բայց համար առաջի դեմք այս մարդն է եղել, մնացածը սրանից բռնած բոլորը սրանք տականքներ են, սա ամենանողտկալի տականքն է, գոնե հայերի այդ սեղան մի նստի, հայերին մի տարքու հեռուստակայաններ, քու ցանցը, մի գա Հայաստան գնա, տա իր այդպես Արցախը եւ այլն, այդ տականքի մեկը։ Հիմա այն հարցը, թե ինչ է սպասում, իբր սրանց ոչ թե հրահանգով, այստեղ նաեւ ասեմ այս քարտեզների վերաբերյալ, որ իմանաք, եթե դիտարկում եք օրինակի համար հասարակածից այս մասով, այս երկրները, այս մասով, մի քիչ ավելի փոքր, նրանք համարյա իրենց չափ են, այս երկրները համարյա իրենց չափ են, իսկ օրինակ եթե սա եւ սա վերցնես, բերես այստեղ, սրա չափ բան է լինելու, քանի որ այստեղ գունդը մեծացրած է, մեծացրած ձևով, որպեսզի իբր մասշտաբային երևա իր տեղում, կարային այս քարտեզները այլ ձևով անեն, դրա համար եթե պետության չափերը նայում ես օրինակ թեկուզ Ռուսաստանը այսքան մեծ է, երբ որ գունդա դառնում, նա կուչուհուփա գալիս դառնում է մի այսքան բան, նույնն էլ սրանք բոլորը, ու այստեղ հարցը որն է, որ իբր Իրանը արդեն պատժում է եւ իմիջիալոց հայերի գրասներն են մեծ մասները խոսում Ռուսաստանն էլ երեք Խարկովն էր ռմբակոծում եւ այլն Ռուսաստանի դեմն էլ խաղ չկա այդպես խոսում են ասեմ այս ամբողջ խաղը տանում է նրան որը ասել եմ այս Հայաստանի վերացումը եւ մեծ Թուրանի իմաստը նա է որպեսզի բրուտները կարողանան արդեն այս մասը լինի իրեն ձեռքում իրենք էստեղ են իրենք էստեղ են Դուք էստեղից պետք է, իրենք պետք է էստեղից ատոմային հարվածներ տան սրանց, իսկ սրանք հակառակ ավտոմատ սարքերը սրանց պետք է միանան սրանց ոչնչացնեն։ Իսկ երբ որ ասում են, որ նույնիսկ սրանց բացատրեք, բայց այդ ճանապարհը, ինչ ճանապարհ, մինչև օրս ճանապարհ կար, հիմա այդ ճանապարհի համար կռիվ դարձավ։ Իրենք ճանապարհը փակում են, նավերով է էստեղից ամեն ինչ գալիս է այսպես ասնում իրենց, կամ էստեղից միանգամից գնում է իրենց, հիմա էլ իրենք բանը, էստեղով ճանապարհ են բացում, այդ ինչ հիմարություններ եք դուրս տալիս, կամ մի մասն էլ հատկապես այդ ԱԺԲ-ն Հնդկաստանով, Իրանով, Հնդկաստանում քանի որ արանքում երկու երկիր էլ կա, Հնդկաստանից պետք է նավը բարձեին գային Իրան դատարկեին, Իրանից պետք է բարձեին գային Հայաստան, Վրաստանով Սև ծովում դատարկեին, նորից բարձեին գային այստեղ դատարկեին, որևէ մեկը գոնե հաշվել գիտեք, թե նավը բարձել, դատարկել է կամ այդքան կոնտեյները այստեղից այնտեղ շպրտել, տանել, բերել է, հետագայում ինչ է տեղի ունենում այդ ամենի հետ կամ ծախսերը որքան են մեծանում։ Պետք է ուշադրություն դարձնել եւ բացատրել նաեւ այս տեղացի ազգերին, թե այս տականքի միջոցով Ալիև, Էրդողան եւ այլն ինչ է ցանկանում նաեւ Տրամպի միջոցով այս երկրների հետ կատարել։ Այս երկրները պետք է իմանան այդ մասին։ Եվ նորից նույն կեղտոտ հին խաղը խաղում են իբր դա չի, իբր ճանապարհներ են բացում։ Եթե ճանապարհներ են բացում, Պաղեստինին չեն վերացնում կամ Հայաստանը կամ Սիրիան հիմա էլ արդեն Լիբանանի վրա է հարձակումը այս արդեն ահագին ժամանակ է։ Թեպետ նրանց պարբերաբար կրկնվում է, այս ինչ է այս ամենը։ Բոլոր հայկական տարածություններում միշտ այդ բանը կատարվում է։ Եվ վերջապես Եթե մտածում եք, որ սա է փակել, որ հայկական մթերքը չգնա, սա ոչ ոք է այդտեղ։
KGB-ից գալիս է սրան, 5 KGB-ից, հիմա FSB-ից գալիս է սրան, հրանք այդ լակոտ կատարես սա, կատարում է Հայաստանի մթերքը չի գնում այնտեղ, իբր այդտեղից էլ գնում է Եվրոպա, Եվրոպային ասում են մի քանի տոն ընդունի, թող սրանից խռովի, Հայաստանը սրա հետ վատացնում է հարաբերությունները Նիկոլոսի միջոցով, հետագայում Եվրոպան էլ ասում է ձերը համապատասխան չի, այսքան ընդունեցինք ձեր խնդրանքով, հիմա էլ ռադներդ քաշեք գնացեք, ու մնում եք հետևներդ բաց, հասկանում եք ձեզ հետ ինչ են կատարում, կրկնակի, եռակի, տարբեր ձևերով, եթե փորձում են օրինակի համար սրան ոչնչացնել, սրան նախ ներսից սկսում են քանդել, հետո դուք ցանկանում եք այստեղից ինչ-որ բան կատարել, այդ ժամանակ դրսից կատարում են տարբեր հրահանգներ, քեզ թվում է սրանք բարեկամ են, պետք է գան օգնել, բայց սրանց հետ այդ ընթացքում իբր սա ու սա իրար հետ կռվում են, սա էլ չի գալիս, վերջում մնում ես մենակ, դրա համար հիմի Հայաստանի պոչը խոզում են բոլոր ուղղություններով, որ մնա չմու, հասկացեք, գնացել եք հարսանիք, բոլորը իրար ծանոթ են, իրար լավ սիրում են, դու էլ միտեղ այստեղ վեր ես ընկել, այս ծայրին, ոչ սա է ուզում հետդ խոսա, ոչ սա, գալիս ես այստեղ մեկի հետ խոսելու, որին մտածում ես մի քիչ լավ մարդ է, շրջում է գալիս սրա հետ խոսում, այստեղ նորից կանգնած մնում ես, հասկանում եք ինչ են կատարում ձեզ հետ, դրա համար գոնե մարդավարի պահեք, մարդ մահացեք, և ես ասել եմ, և 111-ը իր խոստումը երբեք ինչքան ես նրանց արդեն 20 տարուց ավել գիտեմ, նրանք երբեք իրենց խոստումը չեն դավաճանել, և մի քանի ֆիլմ էլ ուղարկեցին, ինչպես են այսօրվա Ֆրանսիան, Բելգիան հայերը տվել, դա նույնն է ինչ որ այսօր կատարում է, դրա համար խելքի եկեք, այդ օր ասեցի 5 գրքերը թարմացնում են, մի երկու էջ ուղարկել է, թեպետ այդտեղ անմիջական ամեն ինչի մասին չի, բայց ավելին, երբ որ կատարեն, իրենք էլ այդ ամենը կպարզաբանեն, կասեն, այնպես որ մտածեք և հասկացեք այս օրենքը, բորենիների խաղը, նրանք փորձում են հիմա, որպեսզի շնորհքով նորմալ լավ հայերը դուրս գան, որպեսզի նրանց էլ բանտարկեն, ոչնչացնեն, մնան տականքներն ու իրենք այդպիսով Հայաստանը վերացնեն, դրա համար ով ինչ կասի դուրս չգաք ոչ մեկի միտինգներին, կրկնում եմ 1000 անգամ այս ֆիլմում, այս ձեզ համար նվեր է, տարբեր փողոցներում և տարբեր մարզերում կան, գնացեք ձեր նվերը ստացեք, 5 րոպեվա ընթացքում այս նվերը կստանաք և 2 կամ 1 հոգով գործեք, օրը 1 տականք էլ վերացնեք, դա մեր հաղթանակն է, հայերիս հաղթանակն է, իսկ այն, որ դուք ձերը կատարեք, արդեն մնա մերը կատարելու, մենք մերը պատրաստ ենք, ամեն պահի պատրաստ ենք կատարելու, թեկուզ հենց հիմա, եթե 4-ին էլ սատկացած լինեք, ես հենց հիմա արդեն իմ պատրաստի ֆիլմը կհանեմ արխիվներից, որը ոչ կամպյուտերի մեջ է, ոչ մի տեղ, պահված է առանց, և անմիջապես կունենա աշխարհը այդ ֆիլմը, կամ խոսեն անմիջապես 111, իսկ ձեր գործողությունն է, նվերը տրված է գնալ վերցնել և այդ նվերով փրկել հայրենիք, այսքանը եթե հասկացեք,